այսպես պատասխան։ Բայց արբիտրաժային վեճիկին գտնվող ընկերության վերաբերյալ լիցենզիայի ձեռքերի որոշումը իրավական առումով օբյեկտիվ է, այսինքն տեսեք, այստեղ մի հատ ուրիշ խնդիր ունենք, Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ազգային ժողովի պատգամավորների բողոքը։ Ընդհանրապես նորմալ երկրներում, եթե Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունում, անգամ եթե հայցեապահովում չկա, այսպիսի գործողություններից ձեռնպահ են մնում։ Լավ, պատկերացրեք, վերցրեցի 3 ամիս էլ սեփականատիրոջ հետ ոչ մի բանակցություն արդյունք չտվեց, իրենք որոշեցին օտարել Պետրոս Պետրոսյանին կամ ինչ-որ կազմակերպության, չնայած խոսում են մեր թշնամի պետության հետ կապ ունեցող ինչ-որ կազմակերպությունների մասին, չեմ ուզում հավատալ իհարկե։ Բայց Սահմանադրական դատարանը վերջում որոշում կայացրեց, որ այն օրենքը էներգետիկայի մասին փոփոխությունները հակասահմանադրական են, ինչ են անելու։ Լավ, մտածում ա մեկը դրա մասին։ Հավատում եք այն վարկածին, որ թշնամի պետության հնարավոր է վաճառան այդ։ Ես ասեցի լսել եմ, բայց չեմ հավատում։ Չեմ ուզում հավատալ, այսպես ասեմ։ Խոսենք նաև 3 օր առաջ Դաշնի կապիտալի կողմից ներկայացված դիմումի մասին։ Ուզում եմ հասկանալ, եթե այս անգամ ներկայացված դիմումը հետագա քայլերի ինչպիսին են Մեզ համար այս պահին շատ կարևոր նշանակություն ունի, որպեսզի ժողովուրդը ճիշտը տեսնի։ Գիտեք, տարիներ շարունակ այսպես միայն եւ միայն ձեր միջոցով է ինչ-որ բան տեսել։ Իշխանությունը մատը մատին չի տվել ճիշտը ցույց տալու համար։ Մենք ժողովրդին ուզում ենք բացատրենք, որ սա եւ ինչի համար ենք պայքարում։ Այսինքն, եթե լավ, ինչ-որ բացատրություն պետք է լինի, ասում են տարվա վերջ։ Իմ իմանալով հաշվարկային տարին ավարտվում է նոյեմբերին, այս սակագնի հարցում, այսինքն նոյեմբերինը արդեն գնում է հաջորդ տարվա։ То есть հոկտեմբերը վերջի ամիսն է։ Էլ չեն կարող ասել, հա, միջև տարվա վերջ տեսնենք ինչ է։ Իրենց խաղաքարտերն ենք մենք խառնել։ Չեն պատկերացնում, հաշվի առնելով իրենց հեքիաթների, այսպես հորինելու ունակությունը կարող են մի բան հորինել, բայց խելքին մոտ ոչ մի բան չեն կարող հորինել, որ չիջեցնեն։ Էլ չեմ ասում շուկայի այդ շուկա ստեղծած ինչի համար են ստեղծել, կլինեն քրեական գործերով ինչքան ստացավ, ինչի համար ստացավ, ինչի բերեցին էներգետիկայի ոլորտից այդքան գումար հանեցին, որը կարող էր լուրջ սակագին զսպել։ Այդ ամբողջը քննության արդյունք առարկա պետք է լինի։ Չէ, ես ինչ որ բան տրամաբանություն ունեցող պատճառ չեն կարող գտնել մերժելու, իսկ անտրամաբանական ինչքան ուզեք։ Պարոն Հազիմյան, տեսեք, իշխանությունը մասնավորապես Ռոմանոս Պետրոսյանը ու այլ քպական պատգամավորներ իրենց քարոզչությունն այն համատեքստում է, որ հեծը այդ վարչական վարույթի ավարտին ընդհանրաչ է այս հայտարարությունները անում ու դες մեղադրում են մարդկանց աչքերին թոզ փչելու մեջ եւ մանիպուլատիվ հայտարարություններ անելու։ Ուզում եմ ձեր գնահատականը լսեմ այս քարոզչության վերաբերյալ իշխանության։ Ուրեմն եք դուք անցած անգամ ասացիք, որ քաղաքական պատվեր կա եւ վարչական վարույթի որոշումներն լինելու, որ լիցենզիայից զրկվում է։ Ես ուզում եմ հասկանալ, եթե լիցենզիայից ամեն դեպքում հեծը զրկվում է, ինչ որ կոլապս առաջանալու է, դա ենթադրում է, որ կարող է խնդիրը առաջանալ, թե ոչ։ Կոլապսը մի քիչ կարող է կոպիտ է ասված, բայց այսօր արդեն ես հեծի գործունեության այդ վատթարացումը տեսնում եմ։ Լինելով 20 տարի համակարգի մարդ, տեսնում եմ վատթարացումը, ավելի է վատանալու համոզված եմ, Աստված տա սխալվեմ, որովհետև ես չեմ ցանկանում մեր ժողովուրդը այսպես իրանց նյարդերով, առողջությունով, ամեն ինչով վճարի ինչ-որ մի փոքրիկ խմբակի կատարած գործողությունների համար։ Աստված տա սխալված լինեմ, բայց հաշվի առնելով իրենք ինչպես են կառավարում պետությունը, կարծում եմ, որ ստեղ էլ են նույնը կառավարելու ավելի վատ։ Երկրորդը քաղաքական պատվերի մասին հիշում եք, երբ որ անգամ էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունները երկրորդ ընթերցում չանցած, կառավարության ղեկավարը հաստատեց հեծը ազգայնացվելու է, եթե չեմ սխալվում։ Հասկանում եք ինչի մասին ենք խոսում։ Այսինքն դրանից հետո պետք է երկրորդ ընթերցում անցներ։ Դրանից հետո պետք է նախագահը ստորագրեր։ Միգուցե նախագահը չէր ստորագրում, ուղարկում էր Սահմանադրական դատարան սահմանադրականությունը ճանաչելու։ Դրանից հետո պետք է տարածքային կառավարման նախարարությունը հաղորդում ներկայացվեր։ Դրանից հետո պետք է հանձնաժողովի նախագահը միանձնյա որոշեր վարույթ հարուցեր, որոշեր վարույթի սահմաններում այդ պատժամիջոցը ընտրեր կառավար։ Այսինքն այս ամբողջ գործողությունները չարած եղել է հայտարարություն։ Կարող եք ասել, ես ինչու չպետք է
ունենամ հիմնավոր կասկած, եթե ոչ համոզմունք, որ դա քաղաքական պատվեր է։ Եվ այսօրվա գործունեությունը։ Հանձնաժողովի նախագահը ասում է վարույթը չավարտվի, միջև վարույթը չավարտվի, այս բան ասում են տնօրենների խորհրդի նախագահի ստացածը եղբայր մտնում է սակագնի մեջ, թե ոչ, ինչ կապ ունի դա վարույթի հետ։ Վախում ես, ասես չի մտնում։ Վախումա չէ, փաստորեն, որովհետև չի մտնում իրականում տնօրենների խորհրդի ստացած գումարը սեփականատերը տնօրենների խորհրդի ինքն է ձևավորում, ինքն էլ վճարում է։ Այդ ոչ մեկ չի կարող արգելել։ Բայց երբ որ հարցնում ասում են գլխավոր տնօրենի աշխատավարձը դուք եք սահմանում, ասում չէ, ես չեմ սահմանում, ես ընդհանուր աշխատավարձային ֆոնդ եմ սահմանում։ Այս երկակի ստանդարտները ասենց ինքնա ոչնչացումով երիտասարդ տարիքում լավ ինչ են զբաղվում, ինչի